Շնորհակալություն, ուրեմն իմ հարցը այսպիսին է, գիտեք, յուրաքանչյուր պետություն ամուր երկու հիմնական նորմերի վրա է հենված, դա իրավական նորմերն են և բարոյական նորմերն են, և եթե դրանցից որևէ մեկը սկսում է խալխլվել, դա վնասում է նաև մյուսին և որի պատճառով հասարակությունը հսկայական քանակությամբ արագորեն գնում է դեպի աղճատում և ոչնչացում, ի վերջո պետության հիմքն է ոչնչանում, այնպես որ Տիկին Հարությունյան, ինձ հետաքրքրում է, եթե դուք ընտրվեք, ինչ մոտեցումներ եք ունենալու իրավական նորմերի և բարոյական նորմերի համակցված պաշտպանությանը, որպեսզի մենք իմանանք կոնկրետ, ասենք, ենթադրենք ընտրվել եք և ինչը կուզենայիք փոխել կամ ինչը էլ ավելի խորացնել այդ սիստեմում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ հարցի համար, պարոն Ասլանյան։ Իրականում, եթե պատմականորեն նայենք, իրավական նորմերն էլ հենվել են հենց բարոյական նորմերի վրա, որովհետև սկզբում իրավական նորմեր չենք ունեցել ենք միայն բարոյական նորմեր։ Ուստի դրանց տարբերակումը իրականում որպես անհատ ճիշտ չեմ համարում, գտնում եմ, որ բոլոր իրավական նորմերում պետք է լինի բարոյական հիմք։ Եվ հետևաբար այս առնչությամբ կարծում եմ, որ մեր բոլոր մոտեցումները պետք է լինեն նաև բարոյական։ Համեցեք արձագանք։ Շնորհակալություն, իմ ասելիքն էլ հենց դա էր, որ իրավական նորմերի կատարման ժամանակ որքանով ենք մենք մոտ կանգնած լինում այդ բարոյականությանը և չենք ոչնչացնում բարոյական նորմերի գոյությունը, որտև ուզածը իրավական նորմը իրականացնելից, եթե նրա մեջ կորած է բարոյական իմաստը, քանի որ այո, դուք ճիշտ եք ասում, ժամանակի ընթացքում է, որ բարոյական նորմերը անցել են իրավական հիմքերի վրա, ապա պետությունը կանգնում է վտանգի առջև։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ։ Ճիշտն ասած չգիտեմ նույնիսկ ինչ արձագանքել, պարոն Ասլանյան, որովհետև ոնց որ միանշանակ նշեցի, որ գտնում եմ, որ իրավական նորմերը չպետք է առանձնանան բարոյական նորմերից, բայց արդարադատության մեր ընկալումները հանրության մեջ իրականում տարբեր են եւ այն ինչ մենք համարում ենք իրավական, որոշ անձանց համար գուցե թվա եւ ոչ այնքան բարոյական, բայց արդարադատությունը մնում է արդարադատություն։ Եվ այս հիմնական խնդիրն է, որ մենք պետք է լուծենք մեր բոլոր իրավական ակտերում թողնելով բարոյականության հիմնական սերմը, որպեսզի դա չկորչի, որպեսզի հետագայում մեր դատական ակտերն ու իրականացված արդարադատությունը լինի նաեւ բարոյականության հիմքերի վրա։